Բարի երեկո, սիրելի հետևորդներ ջան, կոֆես էփետ, մի հատ կոֆե խմեմ, հետո անցնեմ բանանը պատրաստելուն, դուք էլ ձեր կոֆեն դրեք կամ էլ թեյը դրեք, ես գնացի գազի պեչի մոտ, ինչպես տեսնում եք, բանանները լավ տեղատեղին սևացել են, Առաջ շատ էի սիրում բանան ուտել, սիրելի հետևորդներ ջան, հետո մի տեսակ ոնց որ թե հագեցա, ու այսօր նա ընկել, հիմա հույս ունեմ, լավը կլինեն, այսպես, դե եթե այստեղ լավն է, ուրեմն լավը կլինի. Բացում ենք կեղևը, опа, ջան, այստեղ նույնպես լավ է պահպանվել, մանրացնում եմ, որպեսզի բլենդեմ և նույն ձևով սրանք, ամեն դեպքում, ինչպես սիրում եմ ասել, գործիքին օգնենք, սիրելի հետևորդներ ջան, Բանանի անուշ բույրը տարածվեց, բայց ես մի կտոր անգամ չեմ վայելում, քանի որ չափաբաժին է և տեսնենք ինչ է դուրս գալիս, այս ամենը որ պատրաստում եմ, առաջի անգամ է, որ փորձարկում եմ, ես կասեմ համեղ փորձարկում է, այստեղ և հաջորդաբար չուրացելա սա նույնպես մեզ խոստանում է, որ սպիտակ է ներսը, դե լավ է ահա սիրելի հետևորդներ ջան, մինչև միջուկը լավն է, այնպես որ սևացած բանանները շատ ավելի լավն է, ես կասեի. Սիրելի հետևորդներ ջան, տեսակ թե քանի հատ բանան էր ու արդեն մանրացրել եմ. Հիմա ավելացնում եմ կակաո, անուշ ֆիրմայի, որը տուփից հանում ու միշտ այսպես բանկայի մեջ եմ լցնում, 2 լիքը ճաշի գդալ, եթե պետք լինի, էլի կավելացնեմ, հետո Մարիամնա թթվասեր, բացեմ տուփը, այսպես, երեք և 4, կարելի ասել, կես տուփից ավելը այստեղ լցրի, իսկ հիմա սիրելի հետևորդներ ջան, սա իմ սիմուչկային, այստեղ ծածկում ենք, իսկ հիմա սիրելի հետևորդներ ջան, սկսում ենք բլենդել, ինձ եմ մոտեցրել, և մի փոքր աղմուկ եմ, պետք չէ շտապել և հանգիստ ենք կատարում,
արդեն լավ հարվել է և շատ համեղ է բուրում, ասեմ, որ այստեղ շաքարավազ չենք ավելացնելու ու քանի որ արդեն լավ հարված է, պետք է մի փոքր եռացնել։ Այստեղ ես այս կաթսան եմ ընտրել, կարծում եմ կտեղավորվի և լցնեմ եռալու համար։ Շատ լավ տեղավորվեց և ինձ հուսախաբ չարեց։ Այս կոմերը ձեր համար էլ լավ տեսանելի լինի։ Այս ամենը լավ մաքրելուց հետո կդնեմ գազօջախին եռալու։ Արդեն դրել եմ եռալու, շուտով եռը կսկսվի ու ես արդեն նկատում եմ, որ եռը սկսվելու հետ մեկտեղ սկսում է թանձրանալ։ Հիշեցնեմ, որ այստեղ շաքարավազ չկա, ոչ ալյուր, ոչ ձու։ Այն ամենը ինչ օգտագործել եմ ցույց եմ տվել։ Հենց որ եռը կսկսվի, անմիջապես պետք է վերցնեմ կրակի վրայից, լցնեմ համապատասխան տարայի մեջ և թողնեմ ամբողջ գիշեր սառնարանում։ Կհամտեսենք վաղն առավոտյան մեր մեկ բաժակ սուրճի հետ։ Ես ուշադիր լինեմ, գործը շարունակեմ և ձեզ էլ բարի գիշեր, քաղցր երազներ և քաղցր առավոտ բոլորիս։ Վերջ, պատրաստ է։ Ձմռան արևոտ օրաբացվել, սիրելի հետևորդներ ջան, բարի լույս բոլորիդ, ինչպես եք։ Ուզում եմ, որ բոլորդ էլ լավ լինեք, ուրախ սրտով լինեք, այս նոր բացվող արևի հետ թող որ բոլորդ էլ ժպտակ և ձեր գործերը հաճախ ընթանան։ Գործերս արել եմ, կենդանիներիս կերակրել եմ, խաղաղօր է բացվել և ինչպես միշտ, այս խաղաղությունը ձեզ եմ փոխանցում։ Սիրելի հետևորդներ ջան, մազերս սանրելու համար, քանի որ դժվարանում եմ, մի քիչ խոնավացնում եմ, որ կարողանամ սանրել, երբեմն էլ պատահում է, որ նույնիսկ չեմ սանրում, հենց այսպես, որ խոնավացնում եմ, իհարկե գոլ ջրով, ու այնքան շատ չեմ անում, որ կատկթա ջուրը մազերիցս, ու երբեմն էլ հենց այսպես թողնում եմ, բայց քանի որ ուզում եմ մազերիս կրեմ բալզամ քսել, քանի այս օրերին ազատ եմ, տանն եմ, ժամանակս շատ է, մի քիչ ինձնով զբաղվեմ և արդեն բացեմ ու քսեմ։ Մազերին ոչ միայն փափկություն ու փայլ է հաղորդում, այլ նաև սնուցում է, սիրելի հետևորդներ ջան, մի անգամ էլ եմ ցույց տվել և շաբաթը մեկ անգամ այս բալզամ կրեմից իմ մազերին եմ քսում, որպեսզի մազերիս որակը լավ լինի, իր մեջ պարունակում է յոդ, տարատեսակ, հատուկ, բացառիկ բույսերի յուղեր։ Այսպես, երբեմն էլ այդպես օդ է մտնում, գիտեք։ Մազերս երկու մասի եմ բաժանում, այսպես։ Նախորոք պիտի անեի, որ հեշտ լինեմ, բայց երբեմն խոսքով ենք չէ տարվում։ Արմատներին չի կարելի, սիրելի հետևորդներ ջան։ Հիմա այս կոմբերը, որ հեշտ լինեն։ Այսպես տարածում են։ Հետո թեթևակի ձեռքի ափով այսպես շփում եմ, որպեսզի մազերի մեջ
լավ տարածվի եւ ամեն մի մազը սնուցվի։ Այսպես։ Ինչքան էլ ֆիզիկական գործեր անենք, կամ էլ տանը զբաղված լինենք ճաշ եփելով, համով բաներ պատրաստելով, սիրելի հետևորդներ ջան, չմոռանանք երբեք մեր կանացիությունը մենք ինքներս պահպանել, խնամք տանել ինքներս մեզ, պարտադիր չէ գնալ գեղեցկության սրահներ, միշտ ասել եմ ու կասեմ, ահա, մի փոքր այս կողմ, քանի որ այնտեղ ձեռքերս կարելի ասել ահագին կար ձեռքերս, այս մի կողմը մի քիչ կլցնեմ, այսպես, երկարում եմ մազերս, որի համար ինձ շատ լավ եմ զգում, անկախ նրանից ինչ տարիքում ենք, սիրելի հետևորդներ ջան, երբեմն մարդիկ կան, որ ասում են մեծանում ենք, հավես չկա, տրամադրություն չկա, առողջություն չկա, բայց այդ ամենը մեր ձեռքերում է, տրամադրում եմ, որ դուք էլ վեր կենակով զբաղվեք, ձեզնով խնամք տանեք, կապ չունի, եթե ձեր մազերը կարճ են, ասենք կան կանայք, որ երկար մազով չեն կարողանում, կարճ մազերը, նույնպես կարող եք այս բալզամ կրեմից թեթևակի շփել ձեր մազերի վերջույթների, փայլը ստանալու եւ առողջ տեսք ունենալու համար։ Բացի մազերի գեղեցկությունը, որ մեզ գեղեցկություն է պարգևում, նաև հոգով պետք է լինել գեղեցիկ, սիրելի հետևորդներ ջան, հոգու գեղեցկությունը առաջին հերթին երևում է մեր աչքերում և մեր դեմքի վրա դաջվում է մեր հոգու գեղեցկությունը, բարությունը։ Բոլորս էլ գիտենք, որ այնպիսի մի աշխարհում ենք ապրում, որ շատ լիքը տհաճ բաների ենք հանդիպում, բոլորս էլ մեր առօրյայում, կյանքում, ինչու չէ նաև ընտանիքում, աշխատավայրում, տրանսպորտի մեջ, դե գիտեք, լինենք այնպիսին, ինչպես որ կանք, իսկ ովքեր մի քիչ չար են, թող բարյանան, ճիշտ է, այս կյանքում արդարությունը շատ է անտեսված, միշտ էլ այդպես է եղել, ոչ միայն մեր ժամանակներում, այլ միշտ էլ արդարությունը անտեսված է, բայց սիրելի հետևորդներ ջան, չանտեսենք և մենք մեր խղճի առաջ միշտ էլ մեր հոգին, մեր խիղճը մաքուր պահենք, որպեսզի գեղեցիկ լինենք, հայելու առաջ կանգնելով, շպտանք, շպիտ պարգևենք ինքներս մեր հոգում, և մեր օրը լավ կսկսվի արդեն, լինենք սիրված և հարգված։ Մի քիչ այսպես կթողնեմ, սիրելի հետևորդներ ջան, մի քիչ ինքը հիմա խոնավ է, հատկապես որ նախապես խոնավացրել էի, մի քիչ ինքը կչորանա, հետո նոր էլի կմոտենամ հայելու մոտ, ձեր հետ միասին մազերս կհավաքեմ, ձեռքերս էլ կլվամ իհարկե։ Անցել է այդ 5 րոպեն, ինքը չորացել է, բայց թվում է, թե խոնավ տեսք է հաղորդում և կանգուր մազերը հավաքած է պահում, սիրելի հետևորդներ ջան, ուզեցի կիսվել
որ ովքեր ինձ նման գանգուր մազեր ունեն եւ դժվարանում են երկարացնել, երկար պահել, ինչու՞ չէ նաեւ մեր բալիկների, ապա փոքր երեխաներին, մեր աղջնակներին, որ դեռևս մենք ենք խնամում, իրենց մազերը, կարող եք նույնպես այսպիսի բալզամ կրեմներ օգտագործել եւ սանրելու ժամանակ հեշտ կլինեք եւ չեք ցավեցնի ձեր բալիկներին սանրելու ժամանակ։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, հայելին վերցնեմ, տեսնենք այստեղ շատ լավ հավաքում է, այստեղ կարճ է, հենց որ սա իր երկարի հասնի ներքև, քանի որ իմ մազերը շերտեր է կտրած, այսպիսի տեսք ունի, շերտեր եմ կտրել, որպեսզի այս գանգրությունը մի քիչ հեշտ լինեմ խնամքի ժամանակ, իսկ հիմա հավաքեմ, սրանով եմ հավաքելու և ձեր հետ միասին հավաքեմ, շատ եմ սիրում, հենց այս հավաքած վիճակում իմ տեսքը ինձ դուր է գալիս, այսպես, շրջում տեսնեք, թե ինչպես եմ հավաքում, բարձրացնում և արդեն այս բրոճկան ամրացնում այստեղ։ Գործում եմ ստացվեց։ Հենց այսպես ես ինքս ինձ շատ եմ դուր գալի և հիմա տեսնեմ ճիշտ եմ հավաքել, թե ոչ։ Այո, հրաշալի։ Շատ լավ։ Մազերը շատ լավ ներկել եմ, մինչև այստեղ։ Եվ այլևս սանրելու կարիք չկա։ Քանի որ այստեղ եմ, մի քիչ էլ դեմքիս յուղ կսեմ, դեղցի յուղն է։ Այսպես։ Աչքերի տակ, ճակատի, ամբողջ դեմքին, այսպես, յուղը միշտ եմ կսում, ամեն օր կսում եմ այս յուղից, և թույլ չի տալի, որ կնճիռները խորանան, ճիշտ է, կնճիռները մեր ապրած տարիներն են, մեր տարիքն է, բայց սիրելի կանայք, սիրելի աղջիկներ, լինենք խնամված, օգնենք մեր մաշկին, ոչ մի այլ կոսմետիկա դեմքի չեմ օգտագործում, էլի եմ ասել, բայց քանի որ նոր բաժանորդներ ունեմ, էլի եմ ասում, ոչ մի տանալնի կրեմ չեմ սիրում և չեմ սիրել, չեմ ուզում ասել երբեք, քանի որ կա չէ այդպիսի խոսք, երբեք մի ասա երբեք, միգուցե մի օր էլ սիրեմ այդ տանալնի կրեմները, չգիտեմ։ Երիտասարդ տարիներին ոչ մի պուդրա չեմ օգտագործել, դե պուդրայով էին չէ առաջ դեմքը սպիտակեցնում, կամ էլ են բալետ կրեմները, ինձ դուր չի եկել, չգիտեմ։ Երբ որ կսել եմ որևէ մի այլ այդպիսի տանալնի, անընդհատ ինձ զգացել եմ ոչ հարմարավետ, ինչ որ չգիտեմ, դուր չի եկել մի խոսքով։ Շուրթերի նույնպես, հատկապես ձմռան շրջանում, շատ է օգնում, որ մեր շրթունքները չճաքեն։
կամ էլ հերպեսից չվարակվենք, նույնպես օգնում է շատ երիտասարդ աղջիկներ չգիտես որտեղից հերպես է կպչում իրենց շրթունքին, սա նույնպես օգնում է ոչ միայն դեղցի յուղը, այլ այսպիսի յուղերը, դա կլինի ծիրանի, խաղողի, նուշի, շատ յուղեր կան, նույնիսկ վարդի, քանի որ բոլոր տեսակի այդ յուղերը պարունակում են հակաբակտերիալ նյութեր իրենց մեջ։ Մի հատ էլ էսպես և արդեն երկու մատով, երկու ձեռքով շփում եմ մի քիչ, մաշկը հետ եմ ձգում, ահա այսպես։ Ահա սիրելի հետևորդներ ջան։ Հիմա արդեն կարող ենք գնալ խոհանոց, մի բաժակ կոֆե եփել, և ես էլ ձեզ ցույց տամ երեկոյան պատրաստած բանանով համեղությունը, դեսերտը, որը փորձարկման մեջ է, տեսնենք ինչ է ստացվել։ Այդ մասին լիքը ասելիքներ ունեմ, ուզում եմ ձեր հետ կիսվել իմ այդ փորձով։ Գնացինք։ Սիրուչկա, ստեղ էիր մնացել։ Եվացք եմ միացրել ես ընթացքում, սիրելի հետևորդներ ջան, և ահա խնդրեմ, բանանով դեսերտը, որ երեկոյան հարեցի ձեր հետ միասին, ու սառնանում մնացել է ամբողջ գիշեր, սակայն սիրելի հետևորդներ ջան, սա ունի շատ մի հետաքրքիր բացահայտում, որը ես եմ արել և ուզում եմ իմ փորձով կիսվել ձեր հետ, քանի որ սա շատ է սառը, կարող եմ այս կողմ դնել, այստեղ ջուր եմ դրել, որ գոմոշու վրա հանեմ այդ կաղապարից, այստեղ մի հատ կոֆե դնենք, մինչև կներվի, այսպես, սա երկրորդ կոֆեն է, սիրելիներս, հավերից դուրս եմ հանել, օրը տաք, արևոտ, բայց ամեն դեպքում պետք է շատ ու շատ իր լինեմ, որ գելուկազանի բաժին չդառնան։ Այս է կոֆեի բաժակը, այս բանկան, քանի որ այստեղ ինձ պետք է չմոռանալ կոֆեն լցնել, մեկ էլ գդալը այսպես մեջը թողնում եմ, բայց թե ասեմ չեմ սիրում դա, է ոչինչ, ուրեմն, բաժակը այս կողմ, բանկան է այս կողմ, ինչ եմ անում այս բանկան, որ վերել եմ, ուրեմն սիրելի հետևորդներ ջան, քանի որ իմ կոնֆետները այստեղ դեռևս ու չեմ տեղավորել որևէ մի այլ տեղ, որոշեցի բանկան լցնել ու հիմա հավեսով լցնեմ այս բանկայի մեջ։ Մի հատ գրեք ինձ, թե ինչ հուշերի մեջ ընկավ, ում մամաները, ում տատիներն են այսպես արել ու անում են, ասեմ, որ ես էլ շատ սիրում եմ, առաջվա տարիների շատ եմ արել, երբ որ երեխաներս փոքր էին ու իմ կողքին էին։ Շատ էի կոնֆետներ գնում, որ գնում էի խանութ, պատկերացրեք, 3 երեխա, 3 տարբեր ճաշակ, տարբեր նախասիրություն, ինչքան շատ կոնֆետներ էի գնում։ Հետո մի մասը բանկաների մեջ էի լցնում, որպեսզի իմ երեխաները ավելի լավ զգան իրենց, հետաքրքրություն էի առաջացնում, ոչ թե պահելու համար, որ թույլ չտամ, այլ որ դրսից նայեն, փափանցիկ ու իրենց մոտ հետաքրքրություն առաջանում։
բայց այս մեկը կթողնեմ սուրճի հետ վայելելու, սրան շատ եմ սիրում սուրճի հետ, եւ իմ սուրճը այստեղ եղավ, մի քիչ էլ բարձրանա, ապա, ես էլ եմ սուրճը, կոֆեն, բայց ուզում եմ լցնեմ նաև հենց այստեղ ջուրն էլ ես ընթացքում կտաքանա, թողնելու եմ երման աստիճանի հասնի տեսնենք ինչքան կտեղավորվի, հա բոլորը դուրս գալիս է, բոլորը սիրում է ինչքան մեր որ կավելանա, այնտեղ սիրում ազային մեջ կհասավորեմ։ Այսի չետ համար չապ մեծ էլ եմ շատ սիրում, ելակով, ես էլ հանեմ։ Ինչպես որ առաջ, հիմա էլ չեմ զակատելու ու փակելու, սիրելի հետևորդներ ջան։ Այլ կտեղավորեմ իմ կոմպոտների կողքին։ Ամեն անգամ կոմպոտ հանելիս ես էլ կտեսնեմ, փոքր երեխա է պես ես էլ կուրախանամ, մեկն ու մեկը կհանեմ, այսենց, հավես։ Ես երկարից ես կողմներ, ոնց են չէ, ասենք թու դնելիս, գազարները, ծիծակները, սենց ուզում ենք ճոխ-ճոխ դնել, չէ։ Այս քանը ավելացան, սիրելիներ ջան, ասեմ, որ հիմնականում այս սկուտերը ուզում էի ազատել, որ իմ խոհանոցում ինձ շատ է պետք գալի։ Հիմա սա այս կոմ կոֆես մոտեցնեմ, վայելեմ, դուք էլ ձերը վայելեք, սիրելի հետևորդներ ջան, և եթե դուք էլ ինձ նման ազատ եք այսօր, երկուշաբթի է, ովքեր աշխատանքի են, բարի աշխատանքային օր եմ մաղթում, դե արդեն հաջորդ օրերը գիտեք, ինչ օրեր է, սիրելի հետևորդներ ջան, և տեսնենք, կարող եմ արդյոք միանալ ձեզ։ Այստեղ ջուրը արդեն երման է հասնում, ես իմ կոֆեն վայելը, որպեսզի այդ գործն էլ անեմ, տեսնենք ինչպես է ստացվում, որ այդ մասին էլ իմ խորհրդով կիսվեմ ձեր հետ։ Սիմա ինքորնը գնա վեչի մոտ, դուրը կապեմ, որ լվացքի հետ մեքենայի ձայնը շատ չկա այս կողմ, ուրեմն սիրելի հետևորդներ ջան, դե այսքանը էլի հետս կտանեմ, այս կողմերը, քանի որ այդտեղ գործ եմ անելու, սա է ինձ պետք այստեղ, ու հիմա այս ընթացքում հասցնեմ կիսվել ձեր հետ, իմ խորհրդով։ Բոլորիս էլ համացանցում հանդիպումը նման տեսանյութ էր, որտեղ բանանը կամ կակայով կամ շոկոլադով հարում են, լցնում են ապակետարով և նշում են նաև, որ թողնում են սառնարանում, հետո մի անգամից շրջում են, պատրաստի հանում են, մենք էլ բոլորս ասում ենք, դե մենք էլ փորձենք ինչ լավն է։ Մի քանի անգամ նման փորձարկումների ձախողվել եմ, սիրելի հետևորդներ ջան, խոսքը սրա մասին չէ, այլ ընդհանրապես, հետո հասկացել եմ, որ բաներ կա, որ չեն ասում, հետո ինքս եմ փորձել գտնել դրանց գաղտնի պատասխանները, բայց քանի որ հիմա սա ուզեցի փորձարկել ձեր հետ ու նաև կիսվել իմ խորհրդով, ուրեմն ինչ պատահեց։ Գիշերվա մի ժամանակ, երբ որ այդ ամենը ես պատրաստել էի ու դրել հենց այդ կաթսայում էլ թողել էի, քանի որ ապակուց էր, գնացի տեսնեմ ինչ կա, չկա, արդեն լավ սառել էր, ուզեցի շրջեմ, չշրջվեց, հետո այստեղ նաև ունեմ սիլիկոնե ձևաման, սրա մեջ լցրեցի,
որ ձևը ստանա ու ձևավոր հանեմ, դա էլ չեղավ, քանի որ ուղղակի ինքը մածուցիկ խիտ մասսա էր ընդամենը, և ինչպես որ ցույց են տալիս նման տեսանյութերում, չէր դողում, չէր շարժվում այսպես սիրուն, այլ ուղղակի ոնց որ կարտոֆիլի պյուրեն, հա, այդ տպավորությունն էր թողնում, ինչ արեցի ես, սիրելի հետևորդներ ջան, ուրեմն գիտեք, որ նաև դոնդող էի գնել 3, բայց դա չեմ օգտագործել, ասեմ, որ սառնանում միշտ պատրաստի, դոնդող եմ ունենում, երբեմն սիրում եմ գնալ ու մեկ գդալ ճաշակել, որը շատ կարևոր է բոլորիս համար, սիրելի հետևորդներ ջան, օգտակար է, տակադրից դուրս եմ արել իհարկե, հետո այդ դոնդողը բերեցի, միացրեցի այդ բանանով մասսայի հետ, ասեմ նաև, որ ամբողջ թթվասերը լցրեցի, այսինքն գործս նորից սկսեցի, ու այդ ձևով չմիացած ես, որոշեցի հենց այսպես, մի բաժակ կոֆե խմելու ընթացքում, մինչև ջուրը կտականա, ձեզ կպատմեմ այդ մասին, ամբողջ թթվասերը ավելացրեցի, մի քիչ էլ կակաո ավելացրեցի, ստացվեց, որ այդքան բանանը որ տեսակ, 3 գդալ կակաո, 1 տուփ թթվասեր, հարել եմ, հետո ժելատին եմ ավելացրել, պատրաստի ժելատին, արդեն հասունացած, հետո լցրել այս տարան, տեսնում եք, որ լիքն է, ու թողել գիշերը։ Առավոտը վեր եմ բացել, առաջին հերթին սրան եմ նայել, որ տեսնեմ ինչ տեսք ունի, հետո որ տեսա սառել է, հիմա էլ քանի որ անծանոթ է, չեմ ուզում շատ շրջեն, չգիտեմ, այսպես կպոկվի, թե չի պոկվի, ամեն դեպքում, ահա, սիրելի հետևորդներ ջան, այստեղ ջուրը խշխշում է, ուզում է լռալ և գոլորշու վրա պիտի հանեմ։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, մի խոսքով համացանցում երբեմն այդպիսի տեսանյութերը խաբուսիկ են լինում, խաբուսիկ ասելով չեն մանրամասնում, չգիտեմ, ուղղակի գեղեցիկ պահերն են ցույց տալի, եկեք փորձենք չխաբել և գտնենք այդ գաղտնիքի բանալին, որպեսզի մեր այդ համառությունները չփչացնենք, հա։ Դա ես կոֆես հայել եմ, հետո արդեն գոլորշու վրա կհանեմ, պատրաստի ձևով ձեզ ցույց կտամ։ Քանի որ այս գործը մի քիչ երկար կտևի, հա, սիրելի հետևորդներ ջան, նաև չեմ ուզում թաքցնել, թե ինչպես եմ հանելու, ամբողջը չեմ ընկղմելու, քանի որ սա իմ համար անծանոթ գործ է, այս ժելետոфтերը ընկղմում եմ տաք ջրի մեջ, հետո արավի մեջ անում, բայց քանի որ սրա մեջ թթվասերը և բանան, սիրելի հետևորդներ ջան, ուղղակի գոլորշու վրա այսպես կպահեմ, մինչև որ ինքը կսկսի շարժվել, հենց որ կսկսի շարժվել, արդեն կշրջեմ, ահա, սրա վրա կշրջեմ այսպես ու կհանեմ, պատրաստի ձևով կմիանամ ձեզ։ Ինձ հաջողվեց հանել կաղապարից և ահա ընդհանուր տեսքը մոտեցնեմ ու հիմա, քանի դեռ ինքը խոնավություն ունի, քունջութի սերմեր եմ ուզում ցանել, որ կպչի իր վրայից, ասենց, շատ սիրուն է, համի մասին չեմ կասկածում, շատ սիրուն է, ախր, ճիշտ է, արեցի, որ ժելատին խառնեցի, եթե ձեզ դուր կգա, կարող եք փորձարկել և չեք ձախողի, սիրելի հետևորդներ ջան, այսինքն ստացվում է այնպես, որ բանանը և կակաոն հարում եմ թթվասերի հետ միասին, չափաբաժինը ըստ ճաշակի, սիրելի հետևորդներ ջան, կարող եք քիչ, կարող եք շատ, հետո ժելատին եք ավելացնում, հասունացած, նույնպես, քանի որ կարող եք և մեծ պատրաստել և փոքր, արդեն այդ չափը դուք որոշեք, ինչպես որ ես, դրանում բարդ բան չկա, նաև ավելացնեմ, որ գոլորշի վրա պահելով դուրս չեկավ,
և ընկղմեցի այդ երման ջրի մեջ, շատ արագի մեջ այդ գործողությունը կատարեցի և ինձ հաջողվեց հանել, վախ, ես ինչքան սիրուն ստացվեց ես իմ գործս, ես համով դեսերտը, բայց ասեմ, որ նորից եմ տանելու սառնարան, որպեսզի լավ սառի և այս պահին չեմ կտրում, սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ ասել, որ ստացվեց գլուխ գործոց, այո, խոնավ վիճակում սերմերը հեշտությամբ կպնում է և յուրահատուկ դեսերտ ստացվեց, թող որ բոլորիս առավոտները ահա այսպիսի քաղցր առավոտներ լինեն, ինչպես որ երեկ երեկոյան մաղթեցի բոլորիդ, ահա, մի քիչ էլ ներսից, հրաշալի, ահա սիրելի հետևորդներ ջան, մոտեցնեմ, տեսեք ինչքան սիրուն է ստացվել, և այս սիրուն պահով էլ ավարտեմ վլոգս, առայժմ, մինչ հաջորդ վլոգ։